Հայաստան-Ադրբեջան բանակցությունների այս փուլում Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, վերացնելով դրանում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ձևակերպում, որը կարող է ընկալվել որպես տարածքային հավակնություն։ Իրավական հարթության վրա ինքնիշխան ցանկացած պետություն այս պահանջին պետք է արձագանքեր կարճ ու հստակ։ Դա ձեր գործը չէ։ Բայց քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պատրաստակամ է կատարել Բաքվի պահանջները, հարցն արժե դիտարկել փոխադարձ իրավաքաղաքական պատասխանատվության հարթությունում։ Եթե քննարկվում է սահմանադրության վերանայում ԻՇԱ հարաբերությունների կարգավորման, ապա Հայաստանն ունի բոլոր իրավական ու քաղաքական հիմքերը պահանջելու, որ Ադրբեջանն ինքը վերանայի իր հիմնարար իրավական փաստաթղթերը։ Այդ պահանջը ոչ միայն օրինաչափ, այլև տրամաբանական է, հաշվի առնելով այն, թե ինչ հակասական իրավական հիմքերի վրա է կառուցված Ադրբեջանի պետական ինքնությունը։ 1991 թվականի պետական անկախության մասին սահմանադրական ակտում Ադրբեջանը իրեն հռչակում է ոչ թե ԽՍՀՄ իրավահաջորդ, այլ 1918-ից 20 թվականներին գոյություն ունեցած դեմոկրատական հանրապետության ժառանգորդ, մերժելով խորհրդային իրավական կարգը ամբողջությամբ։ Այսինքն, ըստ սեփական իրավաբանական հիմնավորման, Բաքուն իրավական ուժ չի վերագրում խորհրդային որևէ կարգավորման, այդ թվում 1921 թվականին Կովկասյան բյուրոյի այն որոշմանը, որով Լեռնային Ղարաբաղը ներառվեց ԽՍՀՄ-ի կազմում Ադրբեջանի սահմաններում։ Սակայն հենց այս որոշման վրա է հիմնվում Բաքվի տարածքային ամբողջականության միջազգային ճանաչման պահանջը։ Սա միանգամայն բացարձակ հակասություն է։ Չի կարելի միառժամանակ մերժել խորհրդային իրավական համակարգը եւ դրա վրա կառուցել տարածքային պահանջներ։ Եթե Ադրբեջանը ըստ իր սահմանադրության խորհրդային իրավակարգն անվավեր է համարում, ապա դրանով էլ իրավազուրկ է դարձնում Լեռնային Ղարաբաղը իրեն պատկանող հռչակելու հիմքը։ Բացի այդ, եթե Ադրբեջանը շարունակում է հղում տալ դեմոկրատական հանրապետության ժառանգությանը, ապա պետք է հիշենք, որ 1918-ից 20 թվականներին Հայաստանը եւ Ադրբեջանը սահմանազատված պետություններ չէին։ Նրանց միջև կային ակտիվ ռազմական գործողություններ հենց Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ այլ շրջանների շուրջ։ Հետևաբար այս ժամանակաշրջանը ժառանգել նշանակում է ժառանգել նաև անորոշությունը, վեճն ու վիճարկելի սահմանները։ Մի բան, որ Ադրբեջանը պահանջում է բացառել Հայաստանի կողմից։ Այս իրավական խզումը խորը քաղաքական հետևանքներ ունի։ Մի կողմից Ադրբեջանը պահպանում է իր սահմանադրության մեջ իռեդենտիստական հիմքեր, իսկ մյուս կողմից պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի նույնիսկ ԼՂՀ-ի անունը հիշատակելու հնարավորությունից։ Այսպես կառուցված բանակցային միջավայրը չի կարող բերել թուղթ ստորագրելուց այն կողմ որևէ իրականություն։ Դա տարածաշրջանային խոցելիության օրինականացում է, ոչ թե կայունության հիմք։ Եթե Հայաստանը ստիպված է փոխել իր սահմանադրությունը ըստ Ադրբեջանի պահանջի, ապա Բաքուն պարտավոր է վերանայել նաև իր սեփական սահմանադրական հիմքերը, վերացնելով այն դրույթները, որոնք խախտում են պատմական ճշմարտությունն ու ժամանակակից իրավունքների տրամաբանությունը։ Այլապես խոսքը միայն Հայաստանի ներքին օրենքների վերահսկողության մասին է, իսկ դա բանակցություն չէ, դա իրավաքաղաքական պարտադրանք է։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ ազնիվ են ոչ միայն իրենց հայտարարություններում, այլ իրենց պետական ինստիտուտների մակարդակով։ Եվ եթե Ադրբեջանը իսկապես պատրաստ է փակել մի ամբողջ դարաշրջան, ապա պետք է սկսել հենց սեփական սահմանադրության կետերից։ Հակառակ դեպքում Հայաստանը պարտավոր չէ օրինականացնել Ադրբեջանի պատմական ընտրովի հիշողությունը։